Ժողովուրդը մենք մի օր վերականգնելու ենք այն հաղթանակները, որ ունեցել ենք։ Միջև քուր գետը Արցախը պետք է գրավենք, Արցախը մեր սուրբ հողն է, Գրավենք թե ազատագրենք, ազատագրենք։ Ոչ թե գրավենք, այլ ազատագրենք։ Դա մեր սուրբ հողերն է, Հայաստանի ողնաշարն է դա։ Դա միջև մենք չազատագրենք, Հայաստան գոյություն չունենալու։ Մենք բոլորս պատրաստ ենք դրան ու անելու ենք։ Աստվածտա մեր ժամանակով լինի, ոչ թե մեր երեխեքի։ Չնայած իրանք էլ են պատրաստ, հետներս կռվել են, ամեն ճանապարհ անցել են։ Պատերազմի բովով արդեն իրենք էլ անցան 20 թվականին։ Տղեն անցել։ Մեր ազատագրելու համար, մեր ումանուկ պետք է իրար տնենք, մեր վերևից ներքև ցավները տանան։ Իսկ ինչ եք հիշում այս օրերի հետ կապված։ Ուրեմն ինչ վերաբերվում է պատերազմին, մենակ ծիծաղալու բաներ։ Չկա պատերազմից բան խոսալու։ Ծիծաղալու բան է։ Չէ, ոչ մի բան խնդրում եմ մտեն, չէ։ Փառք մեր սպարապետին, մենք մեր սպարապետի հրամանն ենք կատարում միջև կյանքներից վերջ։ Մինչև հիմա մեր հրամանատարի, մեր Միքայելյանի հետ հիմա բոլորի հետ մենք զինվոր ենք, ճիշտ է սպա եմ ես, բայց կապ չունի, ես իմ հողու ջրի զինվորն եմ։ Մենք հաղթելու ենք միանշանակ էդի։ Անհրաժեշտություն լինի այսօր էլ պատրաստ եք։ Մենք ամեն օր պոստերն ենք։ Մենք ամեն օր պոստերում ենք ու ոչ մի խնդիր պատրաստ ենք կռվելու։ Տղաներին հենց նոր պոստեր ճանապարհեցինք, նոր եկանք ստեղ։ Հենց նոր։ Իրանց բարի ծառայություններն անփորձանք, որպեսզի Արցախը որ կա, փորձը չկորի մեր մեջ չունեցել։ Դա մեր պատմական հայկական հողերն է։ Դա պետք է ազատագրենք, միջև քուր գետը պետք է լինի սահման։ Շնորհակալ ենք ձեզ, շատ շնորհակալ ենք։ Հավերժ փառք մեր բոլոր ընկած տղաներին։ Փառք, այո, փառք։ Մեր տղեկի կիսատ գործը միջև վերջ անելու ենք, միջև վերջ։ Դա թոսաղալա։ Գործը պիտի արժևորենք, չէ ազգովի։ Ազգը պիտի դառնա բանակ։ Всё, դա որ մեր սփյուռքով բանով համախմբվենք, մենք կոտորենք այս տականքներին, տենան հայ բռունցքը որն է։ Խնդրեմ։